Իրանից Հայաստան ներմուծվող սերուցքի վերաբերյալ վերջին օրերին հնչած կասկածները անհայտ ծագում վտանգավոր կամ ռիսկային ձևակերպումներով ստիպեցին ոլորտի պատասխանատուներին պարզաբանել ինչ ճանապարհ է անցնում յուրաքանչյուր խմբաքանակ եւ արդյոք որևէ վտանգ իրականում գոյություն ունի։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ներկայացուցիչները մանրամասնեցին ներմուծվող սերուցքի ամբողջ վերահսկողական շղթան։ Նախ սահմանային վերահսկողության ժամանակ տեսուչների կողմից թղթային եւ ֆիզիկապես զննում է իրականացվում, այսինքն տեսնում են, վերցում է նմուշառում եւ միջև այդ ապրանքը, որը ներմուծվում է Հայաստանը, չունենա EIS-ի սերտիֆիկատ, մենք այդ ապրանքը ուղղակիորեն թույլ չենք տալու մտնի երկիր։ Իրականացվում է նաև լաբորատոր փորձաքննություն։ Եթե որևէ շեղում հայտնաբերված լինի, այդ ապրանքը Հայաստանի Հանրապետություն ուղղակիորեն մենք թույլ չենք տալու մուտք գործի եւ չի գործի։ Պաշտոնական տվյալներով վերջին 3 տարում Իրանից կաթնային սերուցքի ներմուծման ծավալը գրեթե 4 անգամ նվազել է։ 2023 թվականին ներկրվել է 3200 տոննա, 2024 թվականին 3700 տոննա, իսկ արդեն այս տարի 900 տոննա։ Այս տարի ամենաքիչն է ներմուծվել եւ դա պայմանավորված է երևի թե ՌԴ չարտանելու նպատակով։ Ինչ վերաբերում է իրանական կաթնային սերուցքով կաթնամթերքի Ռուսաստան ներմուծման արգելքին, ապա դա ըստ Պետրոսյանի չի առնչվում իրանական սերուցքի որակին։ Իրանք այդ նույն իրանական սերուցքը Ռուսաստանի Դաշնություն ներմուծում են։ Ուղղակի այդ մարդիկ ներմուծում են ուղիղ Իրանից եւ իրանց բարձրացած հարցը նա է, որ երբ որ մենք ներմուծում ենք հայկական արտադրանք, խնդրում ենք ինքը լինի բացառապես հայկական հումքով, այսինքն հայկական կաթով։ Իրանք Իրանից ներմուծում են իրանականը, Հայաստանից ուզում են հայկականը, Վրաստանից վրացականը եւ մեր բոլոր հարևան պետություններից, այսինքն իրանք չեն բարձրացնում այդ հարցը, որ այ գիտեք ինչ կա, այս սերուցքը, չգիտեմ, թունավոր է, ոնց ասում եք, անհայտ ծագման է, վտանգավոր է։ Խնդիրը ծագել է, երբ 2023 թվականին Հայաստանից աննախադեպ ծավալով պանիր եւ կարագի արտահանվել Ռուսաստան։ Դիտարկելով երկրի կաթի արտադրման հզորությունը, Ռուսաստանի համար պարզ է դարձել, որ Հայաստանը օգտագործում է ոչ միայն հայկական, այլև այլ երկրների, մասնավորապես իրանական ծագման սերուցք։ Այնուհետև պահանջել է, որ հայկական ծագման կաթնամթերքը պետք է ունենա բացառապես հայկական հումք։ Այս պահին Ռուսաստանը ներմուծման արգելքը հանել է կաթնամթերք արտադրող 10 տնտեսվարողների համար։ Առաջնահերթությունը տրվել է այն կազմակերպություններին, որոնք որ ունեն իրանց սեփական անասնաֆերման, այսինքն այս մարդը վստահում է ինչ առումով, հա, ասում է, եթե դուք կաթնամթերք եք արտադրում, դուք ունեք ձեր ֆերման, վստահ եմ, որ դուք ձեր կաթն եք առաջնահերթ, հա, սպառելու, չեք գնալու կոպիտ ասած ուրիշ տեղից, չգիտեմ, լավ, ճակերտավոր վերցնենք ԵՄ-ից կաթ բերեք, օգտագործեք տակ մեզ կամ ինչ-որ sense բաներ։ Տեսչական մարմինը փարատում է նաև Ղազախստանից ներկրված ցորենի շուրջ մտահոգությունները։ Կառույցի ներկայացուցիչները նշեցին ներկրված ցորենը նմուշարվել եւ ներկայացվել է լաբորատոր փորձաքննության։ Ցորենում վնասակար օրգանիզմներ չեն հայտնաբերվել։ Այդ ցորենը ոչ ռադիացված էր, ոչ թունավոր էր, ոչ մի բան չկար։ Մամուլում շրջանառվում է, որ ցորենը 4-րդ կարգի է։ Ոլորտի պատասխանատուները պարզաբանում են ներկայում գործող իրավական ակտերով չկան սահմանափակումներ ցորենի օգտագործման որակի վերաբերյալ ըստ կարգի։ Ղազախստանից բերված ցորենը համապատասխանում է անվտանգության ցուցանիշներին, այն պարենային նշանակություն ունի։ Քրիստինե Թորոսյան, Արտակ Գևորգյան, Լուրեր։